Եթե դուք ուսումնասիրեք, Կալինինոն տաշիր դարձավ իմ ու իմ եղբոր շնորհիվ։ Այո։ Երբ մենք քաղաքային խորհրդի պատգամավորներ էինք այն ժամանակ, մենք բարձրացրեցինք այդ հարցը, ժողովուրդը, որ այնտեղ բնակվում են, մշեցիներ եւ ալաշկերտցիներ են։ Տաշիր գավառը, որը թողել են Թուրքիայում, այդտեղից շատ մարդիկ կան բնակվող Տաշիրում։ Դրա համար մենք ցանկություն ունեցանք, որ մարդկանց նորից տանենք իրենց հիշողությունների մեջ եւ մեզ հաջողվեց կազմակերպել եւ փոխել անվանումը։ Ինչ վերաբերվում է Կալինինոյին եւ այն տարիներին, ես ծնվել մեծացել եմ այն ժամանակ կոչվում էր Ղարաքիլիսա գյուղի անունը, դա էլ մեզ հաջողվեց փոխել, քանի որ գյուղը ու ես գտնում եմ աշխարհի տեսարժան գեղեցիկ վայրն է։ Սիրուն տեսարժան վայրն է։ Մենք Լեռների հովիտում, մենք այդպես էլ կոչեցինք Լեռն հովիտ։ Եվ եթե հիշողություններից ենք խոսում, 65 թվական դեռևս Կալինինը։ Կյանքի ամենալավ հիշողությունները գյուղի մասին են։ Օրինակ ինչով եք զբաղվում այդ թվականներին։ Որն է ձեր հիմնական զբաղմունքը գյուղի երեխաների հետ։ Դե այն ժամանակ փոքր էինք, դպրոց էինք գնում, դպրոցում շատ ակտիվ էինք։ Ես ընդհանրապես շատ մեծ սեր ունեի սպորտի նկատմամբ, համարյա բոլոր սպորտաձևերով զբաղվում էի։ Բարբայ է պարապում։ Դուք բարբայել եք պարապում։ Հենց միջև կասեմ, բայց ֆուտբոլը մեր համար շատ կարևոր էր։ Թենիսը, դե այն ժամանակ չկար մեծ թենիս, սեղանի թենիսը կարելի ասել հիմնական խաղերից էր։ Հա, երեկոյան ու ժամին, որովհետև այն ժամանակ մենք տներում էլ ունեինք սեղանի թենիս, բացի տներից ունեինք ակումբը, գյուղի ակումբում կար թենիս եւ այնտեղ արդեն մեծ վեճերով որոշում էինք չեմպիոնին։ Դուք հաղթում էիք։ Մենք 7-րդ դասարանից բոլոր սպորտաձևերով դպրոցում առաջինն էինք։ Մենք մեր դասարանը